Իրանի հետախուզության մաստեր կլասը ցնցել է ամբողջ աշխարհը։ Իսլամական Հանրապետության պատմության մեջ հետախուզության ամենախոշոր օպերացիաներից մեկի ժամանակ հատուկ ծառայություններին հաջողվել է կորզել Իսրայելի միջուկային ծրագրերի եւ օբյեկտների հազարավոր փաստաթղթերի, լուսանկարների ու տեսագրությունների հույժ գաղտնի արխիվը։ Հաստափոր տրցակը գաղտնի տեղեկություններ է պարունակում Իսրայելի պաշտպանական կարողությունների եւ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ հրեական պետության հարաբերությունների մասին։ Ստացվել եւ Իրանին են փոխանցվել միջուկային ոլորտին, նաեւ Միացյալ Նահանգների, Եվրոպայի երկրների եւ այլ պետությունների հետ կապված փաստաթղթեր։ Դրանց թվում են նաեւ այնպիսիք, որոնք կամրապնդեն պետության հարձակողական հնարավորությունները։ Շաբաթներ ու անվտանգության լուրջ միջոցառումներ են պահանջվել արխիվային փաստաթղթերի անվտանգ տեղափոխումը երկիր ապահովելու համար։ Սա Իրանի աննախադեպ հարվածն է հրեական պետության միջուկային ծրագրի սրտին։ Հայտնաբերված փաստաթղթերի ծավալն այնքան մեծ է, որ արխիվային ամբողջ նյութի նախնական ուսումնասիրության համար երկար ժամանակ կպահանջվի։ Թեհրանում պնդում են, որ այս օպերացիան լուրջ ու վտանգավոր հետևանքներ է ունենալու սիոնիստական ռեժիմի անվտանգության ու հետախուզության համար։ Մեզ համար վաղուց ակնհայտ էր, իսկ այդ փաստաթղթերի շնորհիվ այժմ նաև ուրիշների համար պարզ կդառնա, որ եվրոպական մի քանի երկիր ակտիվ ներգրավված է Իսրայելի ռեժիմի ռազմական միջուկային ծրագրում։ Չափազանց հեգնական է, որ նրանք, ովքեր խոսում են միջուկային զենքի չտարածման մասին, իրենք են ակտիվորեն զբաղվում Իսրայելի ռեժիմի միջուկային հնարավորությունների հագեցման եւ ամրապնդման գործով։ Այս բացահայտումն Իրանի դեմ գործողություններում Իսրայելի հետախուզության բազմաթիվ ձախողումների շարունակությունն է։ Հետախուզության նախարարը հայտարարել է, որ շուտով կհրապարակեն Իսրայելից ստացված ռազմավարական տեղեկության գանձարանի պարունակությունը։ Նախատեսվել էր լայնածավալ, համապարփակ եւ բարդ գործողություն, որը սկսվեց ներթափանցմամբ, ռեսուրսների ներգրավմամբ եւ հասանելիության մեծացմամբ։ Եվ այսօր Աստծո կամոք մենք հասանք այս հաջողությանը։ Իրանը զգուշացնում եւ նաեւ սպառնում է Իսրայելին այն փաստաթղթերը, որոնց հետևում էին 2010 թվականից եւ որոնք արդեն իրենց ձեռքում են, կփոխեն Թեհրանի նպատակները Իսրայելի հավանական գրոհների դեպքում։ Եթե բեկումնային այս իրադարձությունից առաջ Թել Ավիվն անդադար սպառնալիքների տարափ էր տեղում իր ոխերիմ թշնամու գլխին, այժմ քար լռություն է։ Հրեական Հaaretz պարբերականը գրում է, որ թեև Նեթանյահուն չափից շատ է խոսում, Իսրայելն ի զորու չէ հարված հասցնել Իրանին։ Իսրայելում էլ հիանալի գիտեն, որ Իրանի հասցեին Նեթանյահուի հռետորաբանությունը պարզապես քաղաքական մարտավարություն է, իսկ նման օպերացիաներ անցկացնելու համար անհրաժեշտ հնարավորություններ հրեական բանակը չունի առանց Վաշինգտոնի աջակցության։ Գաղտնի արխիվի բացահայտման հետևանքները կարող են դաժան լինել ոչ միայն Իսրայելի համար։ Իրանի ձեռքի տակ հայտնված տվյալները վկայում են, որ Իսլամական Հանրապետության ամենամոտ հարևաններից մեկը դավադրության մեջ է մտել սիոնիստական ռեժիմի հետ, թե իր գործողություններում, թե կարևոր տեղեկությունը թաքցնելու հարցում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կոշտ նախազգուշացում է արել. բարեկամության դիմակներն այլևս չեն փրկի ձեզ, այս դավաճանությունը ձեզ վրա թանկ կնստի։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։